Առավոտյան լույսը ներս էր թափանցում բարակ վարագույրների միջով, լուսավորելով հին խոհանոցային սեղանը, որի շուրջը մենք վայեի հետ 40 տարի թեյ էին խմում։ Սեղանի վրա դրված էին 3 թղթապանակ՝ իմ ապագան և իմ երեխաների ապագան։ 65 տարեկանում ես որոշեցի կատարել ամուսնուս վերջին կտակը։ Սուսան, տուր ամեն ինչ, քանի դեռ ողջ ես, թող ուրախանան, իսկ դու հանգիստ լինես։ Վահեն հեռացել էր 3 տարի առաջ։ Հանկարծակի ինֆարկտ, և առանց նրա բնակարանը չափազանց մեծ էր թվում, չափազանց դատարկ։ Ես ուղղեցի սփռոցը, որի եզրերը մաշված էին, և բացեցի առաջին թղթապանակը։ Մեծ տան փաստաթղթեր, հողամասով քաղաքում։ Այն կանցնի Աննային, իմ ավագին։ Երկրորդ թղթապանակը Արմենիս համար, արտասահմանյան տունը, և ավտոտնակը նրա հին Լադայով։ Երրորդը Մարիամիս համար, խնայողությունները և 90-ականներին մեր գնաց կոոպերատիվ 1 սենյականոցը։ Ես շպտացի, պատկերացնելով, թե ինչպես են ուրախանալու երեխաները։ Վահեն միշտ ասում էր. «Տուր տաք ձեռքերով, Սուսան, ոչ թե սառը»։ Դրան զանգը ընդհատեց իմ մտքերը։ Աննան, ինչպես միշտ, ճշգրիտ։ Աննան համբուրեց իմ այտը։ 43 տարեկանում նա նման էր ինձ երիտասարդ ժամանակ, նույն կաշտանյե մազերը, նույն այտոսկրերը, բայց նրա աչքերում կոշտություն կար, որ երբեք չունեի։ Արմենն ու Մարիամն արդեն այստեղ են, հարցրեց նա, անցնելով նախասրահ։ Դեռ ոչ, գիտես չէ, Արմենը միշտ ուշանում է, իսկ Մարիամը նոր է գնաց քիծիչել։ Աննան հառաչեց, պայուսակը նետելով բազմոցին, ինչպես միշտ։ Երկուսին բոլորը հավաքվեցին սեղանի շուրջ։ Արմենը նյարդային թաքում էր մատերով թեյի բաժակին։ 38 տարեկանում նա դեռ չէր գտել իր տեղը։ 1 ավտոմեխանիկ, 1 մենեջեր, 1 էլ կրկին առանց աշխատանքի։ Մարիամը, իմ կրտսերը, լուր նստած էր ձեռքերը ծալած ծնկներին։ 34 տարեկանում նա սկզբնական դասարանների ուսուցիչուհի էր, սիրում էր իր աշխատանքը, բայց այն գումար չէր բերում։ Հավաքել եմ ձեզ, որովհետև կարևոր որոշում եմ կայացրել։ Ձեր հայրը միշտ ասում էր, որ պետք է տալ տաք ձեռքերով։ Ուստի որոշեցի հիմա բաժանել ունեցվածքը, քանի դեռ ողջ եմ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես եք ուրախանում։ Սենյակում լռություն ընկավ։ Արմենը ուղղվեց, Մարիամը զարմացած բարձրացրեց հոնքերը։ Աննան անշարժ մնաց, բայց աչքերը փայլեցին։ Աննա, ես առաջին թղթապանակը մոտեցրի նրան։ Դու միշտ սիրել ես այս տունը, այստեղ ես մեծացել, այստեղ նշել են քո 18-ամյակը, այն քոնն է։ Աննան թեթևակի ժպտաց, բայց անմիջապես թաքցրեց հույզերը։ Շնորհակալություն, մամ, սա անսպասելի է։ Արմեն, ես շրջվեցի դեպի որդիս։ Քեզ կտրվի արտասահմանյան տունը և ավտոտնակը, դու միշտ սիրել ես այնտեղ ապրել։ Մամ, ես, Արմենը կանգ առավ, աչքերը փայլեցին, շնորհակալություն։ Իսկ ես, Մարիամ, ես նայեցի կրտսերիս, խնայողությունները և կոոպերատիվ բնակարանը։ Գիտեմ, դու երազում ես բացել քո մանկական կենտրոնը։ Մարիամը ձեռքով ծածկեց բերանը։ Մամ, սա շատ է, չեմ կարող։ Կարող ես։ Ես շպտացի։ Ինձ համար բավականաչափ եմ թողել, որպեսզի հանգիստ ապրեմ։ Սա այն է, ինչ մենք Վահեի հետ միշտ ուզում էինք։ Երեկոյան մենք նոտարի մոտ ստորագրեցինք փաստաթղթերը։ Աննան պատվիրեց թանկ գինու շիշ։ Արմենը բարձրացրեց կենացը։ Մարիամը օգնում էր ինձ ամանները հավաքել շշնջալով։ Մամ, դու վստահ ես։ Ես սեղմեցի նրա ձեռքը։ Վստահ եմ, սիրելիս։ Մեկը մյուսի հետևից գնացին։ Արմենը հղում արեց վաղ հերթափոխի։ Մարիամը շտապում էր գնացքի։ Աննան մնաց շրջելով տանը, կարծես արդեն մտածում էր, թե որտեղ ինչ փոխել։ Մամ, երբ ես մտադիր տեղափոխվել, հարցրեց նա, իբրև թե պատահաբար, ուղղելով վարագույրը։ Տեղափոխվել։ Ես շփոթվեցի։ Այո, մենք Հայկի հետ ուզում ենք սկսել վերանորոգում։ Երեխաներին ավելի շատ տեղ է պետք։ Ես կորցրի խոսքս։ Իմ պլաններում էր մնալ այստեղ, գոնե որոշ ժամանակ։ Ես դեռ չեմ մտածել։ Աննան ժպտաց, բայց աչքերը մնացին սառը։ Գնաք, ցից կտամ քեզ մի բան։ Նա ինձ ձեռքից բռնեց և տարավ խոհանոցով դեպի ելք, դեպի հողամաս։ Միացրեց լույսը և լամպի լույսի տակ երևաց մեր հին փոքրիկ տունը, փաստորեն պահեստը, որտեղ Վահեն գործիքներ էր պահում։ Կարող ենք վերափոխել այն քեզ համար։ Աննան ձեռքով ցույց տվեց տարածքը։ Լավ վարարան կդնենք, ջուր կանցկացնենք, կլինի հարմարավետ։ Նրա ձայնն ավելի խորը դարձավ, և դրանից սարսուր անցավ մեջքիս։ Ի վերջո, մամ, քեզ շատ տեղ պետք չի, այո։
Ես կանգնած էի զգալով, թե ինչպես է սառը հողը մեր թափանցում տապակների միջով։ Պատերը կարծես սեղմում էին շուրջս։ Իմ դուստրը, իմ Աննան, առաջարկում էր ինձ տեղափոխվել պահեստ։ Ես արդեն խոսել եմ վարպետի հետ, շարունակեց Աննան, չնկատելով իմ լռությունը։ Նա կսկսի հաջորդ շաբաթ։ Կոկորդս սեղմվեց, բայց ես գլխով արեցի։ Արցունք գլորվեց այդիս, բայց ես շրջվեցի, որպեսի չտեսնի։ 2 շաբաթ անց, թղթերը ստորագրելուց հետո ես կանգնած էի այնտեղ, ինչ Աննան անվանում էր իմ սենյակը։ Պահեստը վերափոխել էին շտաբ։ Երկաթե մահճակալ պատին, հին կոմոդ, սեղանիկ լամպով։ Անկյունում դրել էին բիոտուալետ եւ ցնցուղախցիկ, պլաստիկ վարագույրով առանձնացված։ Հատակը մնացել էր բետոնե, ծածկված բարակ գորգիկով, որը չէր փրկում ծրտից։ Իդեալական է, հայտարարեց Աննան, երբ աշխատողները գնացին։ Նա նույնիսկ չհարցրեց, համաձայն եմ։ Առավոտյան արթնացա բեռնատարների աղմուկից։ Մշուշոտ պատուհանից տեսնում էի, թե ինչպես են բեռնակիրները դուրս հանում կահույքը բնակարանից։ Իմ ճաշասենյակի սեղանը, որը Վահեի հետ գնել էինք ամուսնության առաջին տարում։ Դռներով պահարանը, որ տատիկից էր մնացել։ Այն բազկաթոռը, որտեղ Վահեն երեկոյան թերթեր կաշթում։ Մենք թարմացնում ենք ինտերիերը, բացատրեց Աննան, նկատելով իմ հայացքը։ Հայկը կարծում է, որ հինը տգեհ է։ Ես գլխով արեցի, կուլ տալով կոկորդումս կուտակվածը։ Ինչ կարող էի ասել։ Սա այլևս իմ տունը չէր։ Նույն օրը փորձեցի մտնել բնակարան պարատնիկով ջուր վերցնելու։ Բանալին չպտտվեց։ Ոյ, մուրացել եմ զգուշացնել։ Աննան հայտնվեց դրան մոտ։ Մենք փոխեցինք փականները։ Անվտանգության համար։ Օգտագործիր հողամասի դուռը։ Քեզ ջուր կդնեմ սառնարանում։ Փոքրիկ սառնարանը, ինչպես հանրակացարանում, կանգնած էր անկյունում։ Կարծես ես ոչ թե 3 երեխաների մայր եմ, այլ ուսանողուհի։ Օրերը միաձուլվում էին մեկի։ Աննան հրահանգել էր իր երեխաներին, 10-ամյա Մաքսիմին և 8-ամյա Լիլիային չանհանգստացնել տատիկին իր սենյակում։ Իմ սենյակում, պահեստում, ավելի ճիշտ։ Մի առավոտ Աննան ծեծեց դուռը ժամը 7-ին։ Մամ, օգնություն է պետք, նայիր երեխաներին։ Երեխան հիվանդացել է, իսկ ես կարևոր հանդիպում ունեմ։ Իհարկե, ես գլխով արեցի։ Սրանք իմ թոռներն են։ Հիանալի, նրանք կերել են։ Մաքսիմին պետք է ավարտի դասերը, Լիլիան պետք է զբաղվի ջութակով։ Կվերադառնամ ժամը 4-ին։ Կեսօրին երեխաները քաղցած էին։ Ես բացեցի սառնարանը, կես շիշ ջուր և 1 տուփ թխված քաբլիտ։ Տատ, գնանք մեր տուն, քո մոտ նեղ է և ուտելու բան չկա, հարցրեց Լիլիան։ Ես բանալի չում եմ սիրելիս։ Բայց դու այստեղ ես ապրում։ Մաքսիմը խոժորվեց։ Ես այստեղ եմ ապրում, ցույց տվեցի պահեստին։ Իսկ մեծ տունն այժմ ձեր ծնողներինն է։ Լիլիան քիթը կնճռոտեց։ Սա տարօրինակ է։ Ինչու է տատիկը ապրում պահեստում։ Ես չգիտեի, թե ինչպես պատասխանել, որպեսզի չսևացնեմ նրանց մորը։ Ի վերջո պատվիրեցի պիցային քարտով, այն խնայողություններից, որ տվել էի Մարիամին։ Աննան վերադարձավ ոչ թե ժամը 4-ին, այլ 6:30-ին։ Մամ, լուրջ, նայելով պիցայի տուփերին, երեխաներին արագ սնունդ չի կարելի։ Նրանք քաղցած էին, լուր ասացի, իսկ ես խոհանոց մուտք չունեմ։ Աննան թատերականորեն հառաչեց, կարող էիր ինձ զանգել։ Չէի ուզում շեղել քեզ հանդիպումից։ Գիշերը նստած մահճակալին և լսելով հին սառնարանի աղմուկը, ես փաթաթվեցի Վահեի կարդիգանին։ Սառը ներս էր թափանցում ոսկորներիս։ Աննայի խոստացած ջերմամեկուսացումն այդպես էլ չհայտնվեց։ Ինչպես ամեն ինչ այսպես սխալ ընթացավ։ Ինչ անել հիմա։ Հաջորդ առավոտյան արթնացա ջերմությամբ և կոկորդի ցավով։ Յուրաքանչյուր քայլը թուլությամբ էր արձագանքում։ Ես գրեցի Աննային. Ինձ լավ չեմ զգում։ Կարող եք բերել թեյ և դեղորայք։ Պատասխան չկար 3 ժամ։ Զանգահարեցի, ավտոպատասխանատու։ Երեկոյան ջերմությունն ուժ գնացավ։ Ես դողում էի բարակ վերմակի տակ։ Հուսահատության մեջ գրեցի Արմենին և Մարիամին, փորձելով չվախեցնել։ Արմենն առաջինը պատասխանեց. Մամ, ես գործուղման վրա եմ, կվերադառնամ ուրբաթ, շուտ ապաքինվիր։ Մարիամն անմիջապես զանգեց. Մամ, ձայնդ ընկել է, ինչ-որ բան խմել ես։ Աննան քեզ մոտ եղել է։ Ոչ, խոստովանեցի, հավանաբար զբաղված է։ Սա անտանելի է, հիմա նրան կզանգեմ։ 1 ժամ անց Աննան եկավ պարացետամոլի տուփով և սառած թեյով։ Մարիամն ասել էր. Դու հիվանդ ես։ Նա պահպանում էր հեռավորություն։ Ես թողեցի ապուրը միկրոալիքային վառարանում, վերանդայում։ Հետո կտակացնես։ Նա գնաց, առանց նույնիսկ հարցնելու, թե ինչպես եմ զգում։ Գիշերը, պարկած խավարում, լաց եղա։ Երբ իմ դուստրը դարձավ այդքան օտար,
երբ ես դարձա նրա համար ծանրաբեռնվածություն։ Հաջորդ օրը ջերմությունս իջավ, բայց հոգիս մնաց ջախջախված։ Մի փոքր լավանալով, որոշեցի տեսակավորել տուփերը, որոնք անցյալ անգամ անկյունում էի շպրտել, տեղափոխվելիս։ Հագուստի եւ մանրուքների մեջ հանդիպեցի Վահեի հին ճամպրուկին, փոքրիկ կողպեքով փակված։ Մի անգամ նա ասել էր, որ եթե ինքը չլինի, բանալին կլինի մանժետների գզրոցում։ Մանժետները, ինչպես կոմոդը, հավանաբար արդեն աղբանոցում էին։ Աննան գրեթե ամեն ինչ հինը դուրս էր նետել, բայց կողպեքը թվում էր թույլ։ Հիշելով, թե ինչպես է Արմենը երիտասարդ տարիներին սիրում էր կողպեքներ բացել, վերցրի մազակալ եւ մի քանի փորձից հետո բացեցի ճամպրուկը։ Ներսում լուսանկարների ալբոմներ էին, որոնք ես երբեք չէի տեսել, փաստաթղթերի թղթապանակներ եւ ծրար, իմ անունով, Վահեի ծրագրով։ Գրությունը ասում էր. «Բացել, երբ ամեն ինչ կորցրած լինես»։ Նստեցի մահճակալին, դողացող ձեռքերով բացեցի ծրարը։ Վահեի ձայնը ողջացավ տողերում։ Իմ սիրելի Սուսան, եթե դու կարդում ես սա, ես այլևս չկա, եւ ինչ որ բան սխալ է ընթացել։ Ես միշտ հույս ունեի, որ այս նամակը չի կարդացվի, բայց ես չափից լավ գիտեմ մեր երեխաներին։ Աննան ժառանգել է քո գեղեցկությունը, բայց ցավոք ոչ քո սիրտը։ Արմենը հավերժ փնտրում է իրեն, իսկ Մարիամը վախենում է սեփական ստվերից։ Աղոթում եմ, որ սխալվեմ, բայց եթե դու բացել ես այս նամակը, նրանք դավաճանել են քեզ։ Գուցե նույնիսկ խորապես վիրավորել են։ Իմացիր, ես պատրաստվել եմ։ Դու միշտ չափից շատ վստահող էիր, երեխաներում տեսնում էիր միայն լավը։ Սա այն էր, ինչի համար սիրում էի քեզ, բայց ինչի պատճառով անհանգստանում էի։ Առաջինը, ամեն ինչ տվել ես կարելի է հետ վերցնել։ Դրամաշնորհագրերում 4-րդ էջում 3-րդ կետի B ենթակետում կա պայման։ Այն ասում է, որ դրամաշնորհումը կարող է չեղարկվել, եթե երեխաները քեզ չեն ապահովում պատշաճ հարգանք եւ խնամք։ Մեր իրավաբանը Միքայել Հովհաննիսյանը պնդել է այս կետի վրա, թեև ես խնդրել էի նրան չշեշտել դա ստորագրության ժամանակ։ Երկրորդը, ես ապահովել եմ քո ապագան։ Բանկում կա գումար։ Բանալին թաքնված է ճամպրուկի կրկնակի հատակում։ Այնտեղ փաստաթղթեր են այն բնակարանի վրա, որը գնել եմ 5 տարի առաջ, երբ իմացա սրտիս մասին։ Դա փոքր, բայց հարմարավետ տուն է քեզ համար։ Այնտեղ նաև հաշիվներ են, որոնց մասին երեխաները չգիտեն։ Սուսան, իմ սեր, դու ամբողջ կյանքդ տվել ես ինձ, երեխաներին, հոգիդ, բոլորին շուրջը ջերմություն։ Հիմա ժամանակն է պաշտպանել քեզ։ Ես ցավում եմ, որ չեմ կարող քեզ պաշտպանել այս ցավից։ Մեր երեխաները չդարձան այն, ում մենք մեծացրինք։ Բայց դու դեռ ժամանակ ունես ապրելու այն կյանքով, որին արժանի ես, հարգանքով եւ արժանապատվությամբ։ Մենք ասում ենք, սերը տրվում է անվճար, բայց հարգանքը պետք է վաստակել։ Երեխաները կորցրել են իրավունքը քո առատաձեռնությանը։ Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես, Սուսան։ Միշտ հավերժական սիրով, Վահե։ Ես սեղմեցի նամակը կրծքիս, չզսպելով հեկեկոցները։ Վահեն գիտեր, նա կանխատեսել էր այս դավաճանությունը եւ պատրաստել ինձ փրկության ճանապարհ։ Շաբաթներ շարունակ ճնշող ծանրությունը սկսեց հետ քաշվել, տեղը զիջելով հույսին։ Շշափեցի ճամպրուկի հատակը, գտա թաքնած վահանակը եւ հանեցի փոքրիկ բանալին, 128 պիտակով, գրեփը հիստերիկ ծիծաղեցի։ Աննան կարծում էր, որ հաղթել է, բայց Վահեն գերազանցեց նրան գերեզմանից։ Հաջորդ առավոտյան կանչեցի տաքսի եւ գնացի բանկ։ Աննային ոչինչ չասացի։ Նա հազվադեպ էր ստուգում, թե որտեղ եմ։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես խոստացել էր Վահեն։ Հարևան քաղաքում բնակարանի փաստաթղթեր, հաշիվների քաղվածքներ պատշաճ գումարով, բանալիներ։ Տաքսիստը տարիքով տղամարդ, բարի աչքերով, տարավ ինձ փաստաթղթերում նշված հասցեով։ Տունը փոքր էր, մեկ հարկանի, խնամված այգիով եւ կապույտ փեղկերով, ոչ այնքան ընդարձակ ինչպես մերը, բայց տեսարանից աչքերս խփվեցին։ Իմ տունը։ Բանալին նրբորեն պտտվեց փականի մեջ։ Ներսում թարմ ներկի հոտ էր։ Դատարկ սենյակները սպասում էին, որ ես դրանք դարձնեմ իմ տունը։ 3 ննջասենյակ, լոգարան, խոհանոց նոր վարարանով, փոքրիկ վերանդա խնձորենիների տեսարանով։ Ես շրջում էի սենյակներով, շոշափում պատերը, բացում պատուհանները, պատկերացնում, թե որտեղ կդնեմ բազմոցը, իսկ այնտեղ ծաղիկներ։ Շատ ժամեր նստած էի ապագա ննջասենյակի հատակին, մտածելով։ Վահեն ինձ ելք էր տվել, բայց ինչ հետո։ Ուզում էի ներխուժել Աննայի մոտ, նրա դեմքին նետել փաստաթղթերը, հետ վերցնել իմը, բայց իմ մյուս մասը ծարավ էր հանգստության, նոր սկզբի, առանց ցավի եւ նվաստացման։ Երեկոյան վերադարձա իմ պահեստը, որոշելով մտածել ծրագրի մասին։ Աննան սպասում էր ինձ դրան մոտ, ձեռքերը խաչած։ Որտեղ էիր? Նրա ձայնը կտրուկ էր։ Եկա ստուգելու, քեզ չկաս։ Ես ճնշեցի ցանկությունը հարցնելու, թե ինչու հանկարծ անհանգստացավ։ Գործերով հանգիստ պատասխանեցի։
Ինչ գործեր, Աննան աչքերը նեղացրեց, իսկ եթե երեխաներին ինչ-որ բան պետք լիներ, ինչպես միշտ խոսքը ոչ թե իմ մասին էր, այլ նրա հարմարավետությանը։ Նայեցի նրա աչքերին զգալով նոր վստահություն։ Մամ, մտածեցի, պետք է ձևակերպենք մեր համաձայնագիրը, դե քո այստեղ ապրելը, փոխարենը տան օգնություն։ Համաձայնագիր, զգացի թե ինչպես է արյունս արչում։ Ոչինչ բարդ չէ, նա ձեռքով արեց։ Դպրոցից հետո երեխաներին նայել, երբեմն մաքրել, գուցե այգին ջրել, դու սիրում ես ծաղիկներ։ Նայում էի աղջիկաս եւ նրա աչքերում ոչ մի կաթիլ ջերմություն չկար։ Ես այլևս մայր չէի, ես անվճար դայակ էի, մաքրուհի, այգեպան։ Կմտածեմ, լուր ասացի։ Հայկն արդեն խնդրել է իրավաբանին պատրաստել թղթերը, կստորագրենք հանգստյան օրերին։ Նա շրջվեց դեպի դուռը, բայց կանգ առավ, գրեթե մոռացա։ Վաղը մեզ մոտ հյուրեր կան, կպատրաստես քո կոտլետները, բոլորը սիրում են։ Դուռը փակվեց, իսկ ես ընկա մահճակալին Վահեի նամակը գրպանումս սեղմելով։ Ժամանակներ ընտրելու մնալ սառը պահեստում ծառայակցուհի, թե վերադարձնել ինձ կյանքը, ինչպես ուզում էր Վահեն։ Հաջորդ օրը առավոտը պարզ էր, ինչպես իմ մտքերը։ Անօգնականությունը, որ շաբաթ շարունակ տանջում էր ինձ, անցավ, տեղը ձիչելով վճռականությանը։ Ես չեմ ստորագրի Աննայի թղթերը, ես չեմ անցկացնի կյանքիս մնացած մասը նրա ծառայության մեջ։ Բայց գործել պետք էր զգուշորեն։ Աննան միշտ հաշվարկող էր, եւ զգալով իմ ծրագրերը կարող էր փորձել խանգարել ինձ։ Ես պատրաստեցի կոտլետները։ Ժպտում էի, երբ Աննան ինձ թողեց արդեն իր տուն, որպեսզի ես խոհանոցում աշխատեմ։ Կտրում էի սոխը, տապակում միսը, փռում խմորն ու թխում, մինչ նա դիտում էր գոհ, որ մայրը իր տեղում է։ Նույնիսկ համաձայնվեցի սեղան գցել նրա հյուրերին, պատկերելով սիրող տատիկ, ով սիրում է օգնել։ Մաման այնքան գոհ է իր փոքրիկ տնից։ Աննան հյուրերի առջև ձեռքիս հարվածեց։ Նրա տարիքի համար իդեալական է, հանգիստ, ամեն ինչ ձեռքի տակ։ Ես լարված ժպտացի, լցնելով կոմպոտը եւ սպասելով իմ ժամանակին։ Առավոտյան խանութի մոտ հեռախոսավանդակից զանգահարեցի Միքայել Հովանիսյանին, մեր իրավաբանին։ Քարտուղարը զարմացավ, բայց գրեց ինձ նույն օրը։ Միքայելը 50-ամյա տղամարդ բարձրացավ սեղանից, երբ մտա։ Սուսաննա, ուրախ եմ տեսնել ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ես սեղմեցի պայուսակս։ Ոչ շատ լավ, Միքայել, պետք է քննարկենք դրամաշնորհագիրը։ Նա գլխով արեց, կարծես սպասում էր դրան։ Ինչպես անցավ երեխաների հետ։ Վատ, խոստովանեցի եւ պատմեցի պահեստում ապրելու Աննեի վերաբերմունքի մասին։ Միքայելի դեմքը մթնեց։ Սա այն է, ինչից վախենում էր Վահեն։ Նա հանեց թղթապանակը, բացեց պետքական էջը։ Քաղաքացիական օրենսգրքի 578-րդ հոդվածը։ Դրամաշնորհումը կարող է չեղարկվել, եթե օժտյալը գործողություններ է կատարում, որոնք սպառնում են ձեր բարեկեցությանը։ Վահեն պնդել է այս ձևակերպման վրա։ Ես արտաշնչեցի։ Չջեռուցվող պահեստում ապրելը առանց բնակարան մուտքի խախտում է։ Անկասկած։ Միքայելը խոժոռվեց։ Բայց Սուսաննա, սա կարող է կոնֆլիկտային դառնալ, հատկապես Աննայի հետ։ Հասկանում եմ, բայց ինձ տարբերակներ են պետք։ 1 ժամ քննարկեցինք գործընթացը։ Պետք է փաստաթղթավորել ապրելու պայմանները, ծանուցել երեխաներին, դիմել դատարան։ Արագ չի լինի, բայց Միքայելը վստահ էր հաջողությանը։ Վահեն ամեն ինչ մտածել է, ասաց նա։ Նա ուզում էր, որ դուք պաշտպանված լինեք։ Ես դուրս եկա գրասենյակից, զգալով երախտագիտություն ամուսնուս։ Նույնիսկ մահից հետո նա հոգ էր տանում իմ մասին։ 2 շաբաթ պատրաստվեցի։ Լուսանկարեցի պահեստը, բետոնե հատակը, լոգարանում վարագույրի փոխարեն պատ, դատարկ սառնարանը։ Վարում էի օրագիր, գրելով Աննայի յուրաքանչյուր խոսքը։ Հին ձայնագրիչով ֆիքսում էի նրա խնդրանքներն ու անտարբեր պատասխանները։ Միաժամանակ բացեցի նոր հաշիվ մեկ այլ բանկում եւ այնտեղ փոխանցեցի Վահեի փողերը։ Մի քանի անգամ գնացի նոր տուն, պատվիրեցի ավելի ամուր փականներ եւ ահազանգ, ամեն դեպքի համար։ Զանգահարեցի Արմենին եւ Մարիամին, զգուշորեն պարզելով նրանց դիրքորոշումը։ Արմենը շփոթված էր, ներողություն խնդրեց, որ հազվադեպ է զանգում, բայց չխոստացավ գալ։ Մարիամը այլ էր։ Մամ, այնքան անհանգստացած էի, ասաց նա։ Աննան սարսափելի է վարվում։ Սա սխալ է։ Դու գիտեիր, զարմացա ես։ Կռահում էի։ Երբ հիվանդ էիր, եւ նա նույնիսկ չստուգեց քեզ, իսկ անցյալ շաբաթը նա ինձ չթողեց քեզ մոտ, հորինելով պատճառներ։ Մարիամի զայրույթը ինձ համար բալզամ էր, թեկուզ մեկս իմ երեխաներից տեսնում էր ինձ որպես մարդ։ Ես կլուծեմ, հանգստացրի նրան։ Որոշիչ օրվա նախօրեին գնացի գերեզմանատուն, Վահեի մոտ։ Աշնանային տերևները ծածկել էին արահետները։ Նստեցի գերեզմանի մոտ, զգալով նրա ներկայությունը։ Դու գիտեիր, այո, շշնջացի։ Գիտեիր, որ նա այդպես կվարվի։ Քամին շշնջաց որպես պատասխան։ Վաղը ես կվերադարձնեմ իմը։ Ոչ վրեժ խնդրությունից, այլ այն պատճառով, որ այդպես է ճիշտ։ Շոշափեցի սառը քարը, որտեղ փորագրված էր նրա անունը։ Հերվից տարեց զույգը կանգնած էր մեկ այլ գերեզմանի մոտ, ձեռք ձեռքի։ Մտածեցի, արդյոք նրանք երեխաներ ունեն,
որոնք գնահատում են իրենց։ Երեկոյան դասավորեցի փաստաթղթերը, լուսանկարները, օրագիրը, ձայնագրությունները, Միքայելի թղթերը։ Վաղը Աննան կիմանա, որ իր մայրը այդքան հեշտ չի կոտրվում։ Ուղարկեցի հաղորդագրություն Արմենին եւ Մարիամին։ Ընտանեկան հավաք վաղը ժամը 2-ին Աննայի բնակարանում։ Կարևոր է։ Լինեք այնտեղ։ Մարիամը անմիջապես պատասխանեց. կլինեմ։ Արմենը 1 ժամ անց կփորձեմ։ Պարկելով քնելու լսում էի, թե ինչպես են Աննան եւ Հայկը քննարկում լոգարանի վերանորոգումը, իմ լոգարանը, որտեղ մենք Վահեի հետ ամեն առավոտ միասին էինք հավաքվում։ Կլինի շքեղ, ասում էր Աննան։ Մամայի ծորակները ամբողջովին հին են։ Իդեպ մամայի մասին, ասաց Հայկը։ Վստահես, որ նրան այնտեղ լավ է, ձմեռը մոտ է, պահեստում ցուրտ է։ Նա կհաղթահարի, ձեռքով արեց Աննան։ Մաման ամուր է, իսկ հետո մենք նրան անվճար բնակություն ենք տալիս, պետք է շնորհակալ լինի։ Շնորհակալ Սարայու Մաքսորի համար։ Այն բանից հետո, երբ ես տվեցի նրան տունը։ Աչքերս փակեցի, կրկնելով Վահեի խոսքերը. Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես, Սուսան։ Հավաքի առավոտը դիմավորեցի մինչև արշալույսը։ Վատ էի քնել, գլխումս պտտելով, թե ինչ եմ ասելու։ Հագա կարմիր զգեստը, որ սիրում էր Վահեն, եւ Մարգարթյա վզնոցը, մեր 30-ամյակի նվերը։ Այսօր պետք է արժանապատիվ տեսք ունենայի, ոչ թե Սարայից կոտրված ծերուհի։ Կեսօրին եկավ Մարիամը։ Պատուհանից տեսնում էի, թե ինչպես է Աննան դիմավորում նրան մուտքի մոտ։ Նրանց ժեստերը լարված էին։ Աննան չհամարեց անհրաժեշտ ինձ ասել դստեր ժամանման մասին, բայց շուտով Մարիամը ծեծեց պահեստի դուռը։ Մամ, նա այնքան ամուր գրկեց ինձ, որ գրեթե լաց եղա։ Աստված իմ, սա ավելի վատ է, քան կարծում էի։ Նա շրջեց մահճակալը, բիոտուալետը, սառնարանը եւ նրա դեմքը խեղաթյուրվեց զայրույթից։ Ինչպես կարողացավ։ Սա ծաղր է, այսօր ամեն ինչ կորոշվի, հանգստացրի։ Արմենը եկել է։ Ոչ, բայց գրել է, որ գալիս է։ Ինչպես միշտ ուշանում է։ Մարիամը գլուխը թափահարեց։ Աչքերը փայլում էին արցունքներից։ Ինչու ավելի շուտ չզանգեցիր։ Ես քեզ կտանեի ինձ մոտ։ Ինձ պետք էր ինքս հաղթահարել, պատասխանեցի, եւ չէի ուզում ձեզ անհանգստացնել։ Ժամը 2-ին մենք Մարիամի հետ մտանք բնակարան։ Աննան բացեց դուռը եւ նրա ժպիտը դողաց, երբ եկատեց իմ ձեռքում թղթապանակը։ Ինչ է սա, հարցրեց նա։ Կքննարկենք, երբ բոլորը հավաքվեն, հանգիստ պատասխանեցի։ Հյուրասենյակը նոր կահույքով, որ չէի ճանաչում, թվում էր օտար։ Նստեցի Վահեի տեղը, պատուհանի մոտ, ուշ քաղելով հիշողություններից։ Արմենը եկավ 15 րոպե ուշ, խառնաշփոթ, ներեցեք, խցանումներ։ Նա համբուրեց իմ այտը եւ ընկավ բազկաթոռը։ Ինչ հրատապություն է, մամ։ Խոր շունչ քաշեցի։ Հիմա երբ բոլորդ այստեղ եք, կսկսեմ։ 3 շաբաթ առաջ ես ձեզ տվեցի ամեն ինչ. իմ տունը Աննային, արտասահմանյան տունը եւ ավտոտնակը Արմենին, բնակարանը եւ խնայողությունները Մարիամին։ Այդ արեցի հավատալով, որ դուք կհարգեք ձեր հոր հիշատակը եւ ինձ։ Բացեցի թղթապանակը հանելով պահեստի լուսանկարները։ Փոխարենը ահա թե ինչպես եմ ապրում սառը պահեստում, առանց մուտքի այն տուն, որտեղ մեծացրել եմ ձեզ։ Փոխանցեցի լուսանկարները։ Արմենը թերթում էր, աչքերը լայնանում էին։ Աննան շարժվեց, բայց լուր մնաց։ Երբ ձեր հայրը մահացավ, նա ինձ նամակ թողեց, շարունակեցի, հանելով ծրարը։ Բացել, երբ ամեն ինչ կորցրած լինես։ Բացեցի այն 2 շաբաթ առաջ։ Կարդացի հատվածները։ Վահեի խոսքերը հնչում էին լռության մեջ։ Նրա վախը, նրա պաշտպանությունը, նրա հավատը իմ ուժին։ Երբ ավարտեցի, սենյակում միայն պատի ժամացույցի տիկտակներ լսվում։ Արմենն առաջինը խոսեց. Աննա, դու իսկապես մամային պահեստում ես տեղավորել։ Սա ինչ է։ Աննան ուղվեց։ Նրա տարիքում ամբողջ բնակարանը պետք չէ։ Դա տրամաբանական է։ Եվ պահեստը այդքան էլ վատ չէ։ Ես այն կահավորել եմ։ Կահավորել ես, ընդհատեց Մարիամը, դողարով զայրույթից։ Դու դրել ես զուգարան վարագույրի հետևում եւ դա անվանում ես կահավորում։ Նա շքեղության կարիք չունի, կծկվեց Աննան։ Եվ ընդհանրապես սա այժմ իմ տունն է։ Նայեցի նրան։ Ոչ, Աննա։ Ըստ դրամաշնորհագրի 3-րդ կետ, B ենթակետ, ես կարող եմ չեղարկել դրամաշնորհումը, եթե դուք ինձ չեք ապահովում հարգանք եւ խնանք։ Դու խախտել ես այդ պայմանը։ Աննան գունատվեց։ Ինչ ես խոսում։ Ես չեղարկում եմ դրամաշնորհումը, հանգիստ ասացի։ Աննան թռավ, գոռալով անշնորհակալության մասին։ Արմենը հարցեր էր տեղացնում իրավական հետևանքների մասին։ Մարիամը լուր էր, բայց աչքերը փայլում էին հպարտությամբ։ Դու չես կարող։ Աննան բռնեց պայմանագրի պատճենը, տենդագին կարդալով։ Հասնելով պետքական կետին, սառեց։ Սա խաբեություն է, անօրինական է։
Միքայել Հովանեսյանը 3 հաստատեց օրինականությունը, պատասխանեցի։ Նա արդեն դիմում է ներկայացրել։ Աննան շրջվեց դեպի Հայկը, բայց նա լուր էր, նայելով հատակին։ Նա փոխեց մարտավարությունը, ձայնը դարձավ ավելի փափուկ։ Մամ, հասկանում եմ, քեզ անհարմար է։ Կարող ենք վերափոխել պահեստը, դնել ջեռուցում։ Բավական է, Աննա, բարձրացրի ձեռքս։ Դու ցույց տվեցիր, թե ով ես։ Դու ավելի շատ գնահատում ես իրերը, քան մարդկանց, ավելի շատ, քան ինձ։ Նրա դեմքը խեղաթյուրվեց, բայց ոչ ապաշխարությունից, այլ այն գիտակցությունից, որ պարտվել է։ Խնդրում եմ, շշնջաց նա։ Մենք այդքան գումար ենք ներդրել վերանորոգման մեջ։ Բոլորը գիտեն, որ սա մեր տունն է։ Հիշեցի սառը գիշերները, մենակությունը, նրա խոսքերը։ Քեզ շատ տեղ պետք չէ։ Սիրտս սեղմեց, բայց չդողացի։ Պետք է մտածեիր նախքան ինձ պահեստում տեղավորելը։ Ձեզ 1 ամիս ժամանակ, դուրս գալու։ Աննան դուրս վազեց։ Հայկը հետևից գնաց։ Պատուհանից տեսնում էի, թե ինչպես է նա գոռում նրա վրա մուտքի մոտ։ Արմենը ձեռքով անցավ մազերի միջով։ Մամ, ես չգիտեի, անկեղծ եմ, հավատում եմ, գլխով արեցի։ Հիմա ինչ, հարցրեց նա։ Փակեցի թղթաբանակը, զգալով հոգնածություն, բայց նաև թեթևություն։ Հիմա ես ինձ վերադարձնում եմ կյանքս։ Հավաքից հետո առաջին շաբաթը ծանր էր։ Աննան շփվում էր միայն հաղորդագրություններով եւ իր իրավաբանի միջոցով։ Նա եւ Հայկը սկսեցին իրերը փաթեթավորել, բայց ոչ խոնարհությունից, այլ զայրույթից։ Նրանց վեճերը գիշերով հասնում էին պահեստ։ Մարիամը մնաց ինձ մոտ, քնելով օթային ներքնակի վրա կողքիս, չուզենալով ինձ մենակ թողնել։ Նրա հոգատարությունը տաքացնում էր հոգիս։ Երրորդ օրը եկավ Արմենը, բեռնատարով։ Եկել եմ օգնելու տեղափոխվել, եթե ուզում ես, ասաց նա։ Մտածեցի, ըստ օրենքի կարող էի վերադառնալ իմ տուն, բայց տեսնելով, թե ինչպես են Աննան եւ Հայկը կատաղի հավաքում իրերը, լսելով նրանց գծու խոսքերը, հասկացա, որ ինձ պետք է մաքուր թերթիկ։ Այո, որոշեցի ես, ուզում եմ այսօր տեղափոխվել նոր բնակարան։ Մենք Արմենին եւ Մարիամի հետ հավաքեցինք իմ իրերը պահեստից։ Արմենը նայում էր Սարային նեղավոր հայացքով։ Մամ, ներողություն, վերջապես ասաց նա։ Պետք է ավելի հաճախ զանգեի, պետք է հասկանայի, որ ինչ-որ բան սխալ է։ Դա քո կյանքն է, պատասխանեցի ես, հագուստը ծալելով։ Դա արդարացում չէ, մենք ընտանիք ենք, ես քեզ հիասթափեցրի։ Այո, խոստովանեցի ես, բայց հիմա այստեղ ես։ Նա գլխով արեց, ընդունելով եւ մեղքը, եւ շտկելու հնարավորությունը։ Երեկոյան ես արդեն նոր բնակարանում էի։ Համարեցինք իմ քիչ իրերը, բայց տունը դատարկ էր թվում։ Վաղը կգնանք կահույքի համար, հայտարարեց Մարիամը։ Այստեղը պետք է դառնա քո նման։ Գիշերը պարկած հատակին ներքնակի վրա նայում էի առաստաղին։ Արդյոք ճիշտ եմ արել, չափից դաժան եմ, բայց Աննայի խոսքերը քեզ շատ տեղ պետք չէ։ Հիշեցնում էին, որ ես ընտրել եմ միակ ճանապարհը։ Հաջորդ շաբաթները լի էին գործերով, կահույքի առաքում, լույսի միացում, հարևանների հետ ծանոթություն։ Մարիամը մնաց, օգնելով կահավորել, նախքան վերադառնալ իր կյանքը։ Արմենը կանոնավոր զանգում էր, անկեղծ հետաքրքրվելով, թե ինչպես եմ։ Աննան լռում էր։ 1 ամիս անց նոր խոհանոցում սնունդը դասավորելիս լսեցի զանգը։ Աչքի միջով տեսա Աննային, խրպոտ առանց սովորական վստահությունը։ Չէի ուզում բացել, բայց բացեցի։ Լավ ես, ասաց նա, շրջելով ինձ եւ տունը։ Ես լավ եմ, չեզոք պատասխանեցի ես։ Աննան կաշկանդվեց։ Մենք 3 դուրս եկանք, տունը դատարկ է։ Մենք Հայկի ծնողների մոտ ենք, բայց այնտեղ նեղ է։ Լուր դասավորում էի բանկաները պահանանում, թող ասի, թե ինչու է եկել։ Մամ, նրա ձայնը կոտրվեց։ Ինձ տուն է պետք։ Մենք չենք կարող թույլ տալ նման բան։ Երեխաները տառապում են մեկ սենյակում։ Շրջվեցի դեպի նա։ Աննա, հասկանում ես, թե ինչու եմ չեղարկել դրամաշնարումը։ Որովհետև քեզ դուր չեկավ պահեստը, շշնջաց նա։ Ոչ, որովհետև դու ցույց տվեցիր, թե ով ես։ Դու ավելի շատ գնահատում ես իրերը, քան ինձ։ Սա անարդար է։ Նա բորբոքվեց։ Սխալվել եմ։ Ընդունում եմ։ Սխալվել ես, թե ասում ես այն, ինչ կարծում ես, որ ես ուզում եմ լսել։ Նրա լռությունը ավելի խոսունել է ոսքերից։ Տունն այլևս չկա, ասացի ես։ Ես այն վաճառել եմ։ Վաճառել ես, բայց դա մեր տունն էր։ Հայրս չէր ուզենա։ Քո հայրը, ընդհատեցի ես։ Հստակ գրել է, որ իմ բարեկեցությունը ավելի կարևոր է։ Ես հետևում եմ նրա կամքին։ Աննան ցատկեց։ Նշանակում է դու ինձ հավերժ ես պատժում։ Սա պատիճ չէ, սա հետևանքներ են։ Նա կանգ առավ դրան մոտ։ Իսկ երեխաները? Մաքսիմը եւ Լիլիան։ Չես ուզում տեսնել նրանց։ Ես սիրում եմ նրանց։ Փափուկ պատասխանեցի ես։ Նրանք միշտ ցանկալի են այստեղ,
բայց թույլ չեմ տա մանիպուլյացիա։ Երբ նա գնաց, նստեցի նոր բազմոցին, մտքումս վերանայելով խոսակցությունը։ Ոչ սայրույթ կար, ոչ մեղք, միայն հանգիստ վստահություն։ Տոնը արագ վաճառվեց։ Գումարը Վահեի հաշիվների հետ ապահովեց ինձ անվտանգություն կյանքիս մնացած ժամանակահատվածում։ Միքայելը օգնեց կազմել նոր կտակ։ Հավասար բաժիններ բոլոր երեխաների համար, բայց հարգալից վերաբերմունքի պայմանով իմ հանդեպ։ Վահեն կհավաներ, ժպտաց նա։ Ամիսները անցան։ Իմ տունը լցվեց կյանքով։ Կահույքով, նկարներով, կաթսաներում ծաղիկներով։ Մտա տեղի այգեբանների ակումբ։ Ընկերացա հարևան Վարսիկի հետ։ Սկսեցի կամավոր աշխատել գրադարանում։ 66 տարեկանում ես կառուցում էի կյանք, որը ընտրել էի ինքս։ Արմենը հաճախ էր գալիս, երբեմն նոր ընկերուհով, բարի եւ ուշադիր։ Մարիամը ամեն օր զանգում էր, գալիս էր, երբ կարող էր։ Նույնիսկ թորները սկսեցին գալ։ Հայկը բերում էր նրանց, քաղաքավարի գլխով անելով եւ գնալով գործերի։ Աննայի հետ հարաբերությունները մնացին լարված, բայց քաղաքավարի։ Նրան պետք էր այս ցնցումը, թեև վստահ չէի, թե կփոխվի արդյոք։ Մի օր 1 տարի անց այգում նստած հիանում էի առաջին կակաչներով։ Հեռախոսը ծպտաց։ Հաղորդագրություն Աննայից։ Մամ, ես հոգեբանի մոտ եմ գնում։ Փորձում եմ հասկանալ, թե ինչու այդպես վարվեցի քեզ հետ։ Չեմ սպասում ներման, բայց կուզենայի խոսել, երբ պատրաստ լինես։ Դրեցի հեռախոսը նայելով, թե ինչպես է թիթեռը նստում ծաղկի վրա։ Պատրաստ եմ։ Իմ մի մասը ուզում էր պահպանել հեռավորությունը, պաշտպանելով ինձ, բայց մյուսը հիշում էր Աննային, աղջիկան, ով վազում էր ինձ մոտ կոտրված ծնկներով, հավատալով, որ մաման ամեն ինչ կուխի։ Ես սովորեցի, որ սերը առանց սահմանների սեր չէ, այլ զոհաբերություն, բայց սահմանները առանց կարեկցանքի կարող են դառնալ պատեր։ Գրեցի. շաբաթ օրը ժամը 2-ին, թեյ կեփեմ։ Քեզ շատ տեղ պետք չէ, մի անգամ ասել էր Աննան։ Նա սխալվում էր։ Ինձ պետք էր հարգանք, արժանապատվություն եւ քաջություն դրանք պահանջելու։ Շնորհիվ Վահեի եւ իմ ճանապարհի ես գտա տուն։ Ոչ միայն պատեր, այլև կյանք դրանց ներսում։